Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Դալաքյան։ Տիկին Դալաքյան, ձեր վերջին գրառումներից մեկում գրել էիք, որ մեր ձևով կմիջամտենք արտահայտության հեղինակ ըստ էության Ռոբերտ Քոչարյանն է 2002 թվական հասնելով։ Նախ թեև այնտեղ մանրամասնել էիք, բայց կուզեմ հիմա մեր տաղավարում մանրամասնեք, թե ինչ նկատի ունեիք։ Ընդհանրապես 1998 թվականի հոկտեմբերի 20-ի դեպքերից հետո պատգամավորների շրջանում, որոնք Վազգեն Սարգսյանի աջակիցներն էին, այլ չասած ժողովրդի լայն շրջանակներում կասկածներ կար, որ կարելի էր կանխել հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, հատկապես Ալեքսան Հարությունյանի մասին, Նայիրի Հունանյանի ցուցմունքներից հետո, ինչը իդեպ նա փոխեց հենց Քոչարյանի խոսքից անմիջապես հետո, երբ նա նշել էր Ռոբերտ Քոչարյանը, որ շուտով Հունանյանը փոխելու է ցուցմունքը, դա Վանգայի այսպես հատկություններն է Ռոբերտ Քոչարյանի եւ ձևավորվել է ժամանակավոր հանձնաժողով, որը քննելու է հոկտեմբերի 27-ի իրադարձությունները եւ եզրակացություն էին կազմել այնտեղ ընդդիմության հիմնականում թե ուրեմն պատգամավորներն են, որ Ռոբերտ Քոչարյանը եւ ուժայինները կարող էին կանխել հոկտեմբերի 27-ի իրադարձությունները եւ նրանք տեղյակ են եղել, այսպես ասած, որ հնարավոր է այդպիսի բան կատարվի, այսպես էր զեկույցի հիմքը։ Դրանից հետո հարցը մտավ ըստ կանոնակարգի ուրեմն օրակարգ, բայց Արմեն Խաչատրյանը, որը ազգային ժողովի նախագահն էր, ամեն կերպ փորձում էր նախ խուսափել հարցի քննարկումից, բացի այդ չդնել քվեարկության, որովհետև պատգամավորները զեկույցը առաջարկում էին քննարկել նաև Քոչարյանին անվստահություն հայտնելու հարցի հետ։ Եվ հենց այդ ժամանակ էր, որ ամբիոնի գրավում տեղի ունեցավ ընդդիմադիրների կողմից, Լևոն Սարգսյանի հայտնի Արարածի Լեովիկի այսպես կոչված կանոնավոր պատգամավորի սադրանքը ուղղված ընդդիմադիրների դեմ եւ Ռոբերտ Քոչարյանը այսպիսի մի արտահայտություն արեց, որ եթե ազգային ժողովի այդ պատգամավորները չգիտակցեն իրենց լիազորությունները եւ նրանք դուրս են եկել իրենց լիազորություններից, մենք կմիջամտենք եւ ասեց, որ կմիջամտենք մեր ձևով, որպեսզի նրանց կարգի հրավիրենք։ Հիմա ինչ պիտի հասկանալ այդ կմիջամտենք մեր ձևով եւ ինչ հետեւություններ նաեւ պիտի անել, որովհետեւ հիմա օրինակ նույն Սամվել Կարապետյանի դեպքում ասում են դա մի անմեղ հայտարարություն է։ Հիմա ինչ կա, որ մարդն ասել է մեր ձևով։ Գիտեք, Ռոբերտ Քոչարյանը միջամտեց դրանից հետո, նա փոխեց կանոնակարգը, որը մամուլում հայտնի է այդ հատվածը ականջ քաշելու օրենք պատգամավորների, այսինքն որ դուք իրավունք չունեք ընդհանրապես ամբիոնը գրավել, չնայած Վրաստանում, Ուկրաինայում այդ պրակտիկան կա, այսինքն Ռոբերտ Քոչարյանի խոսքը իրականություն դարձավ։ Ես անալոգիա անելով ոչ թե ցանկանում եմ ցույց տալ Սամվել Կարապետյանի կապը Ռոբերտ Քոչարյանի հետ, այլ քանի որ այս շրջանակները հիմնականում նույն գաղափարախոսության տեր են, միջամտությունը միշտ ունենում է հակաօրինական տեսք։ Համենայնիվս Ռոբերտ Քոչարյանը խախտեց ըստ էության կանոնակարգը ազգային ժողովի իր միջամտության միջոցով եւ ոչ միայն հարցը չքննարկվեց եւ չդրվեց քվեարկության, այլև փոխեցին կանոնակարգը։ Այսինքն անալոգիան սրան է վերաբերում, որ այսպիսի գաղափարախոսություն ունեցող մարդիկ, իսկ Քոչարյանը գոնե ասում է ես եւ Սամվել Կարապետյանը նույն գաղափարախոսությունն ունենք, միջամտությունը նաեւ կարող է ենթադրի այսպիսի գործողություններ, այսինքն ճնշում քաղաքական այլ հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ։ Բայց վերջին հարցազրույցներում, ասուլիսներում մենք տեսնում ենք, թե ինչպես են այդ ուժերը, անհատները փորձում մաքրագրել իրենց, սրբագրել իրենց իշխանության տարիները։ Նույն Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ եթե 2026 թվականին ինքը հնարավորություն ունենա վերադառնալու, նախ հանրային համերաշխությունն է վերականգնելու այս իշխանությանը չար անվանելով ու այսպես շարունակ։ Այսինքն ամեն դեպքում այդ կարմիր թելի նման տարվում է նաև այդ գիծը իրենց տարանջատելու հոկտեմբերի 27-ի հետ, մարտի 1-ի դեպքերի հետ, Պողոս Պողոսյանի գործի հետ ու այսպես շարունակ։ Նույնիսկ եթե դեռ որևէ քննություն տեղի չի ունեցել, ինչը ես քննադատում եմ, եւ որևէ առնչություն դեռ չի պարզվել, ինչը շատերի մոտ կասկածի տեղ է տալիս, եւ հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի վերաբերյալ, մենք գոնե հիշում ենք 2003 թվականի նախագահական ընտրությունները, ինչ լայն աջակցություն ուներ ընդդիմությունը, այդ փողոցային պայքարը բոլորը տեսել են, որ Ռոբերտ Քոչարյանի ստիպված գնաց երկրորդ փուլի, մենք տեսել ենք ինչպես է ծեծու ջարդի ենթարկում ապրիլի 12-ին 2004 թվականի ընդդիմության, ես այդտեղ համերաշխություն չեմ տեսել եւ շատ կասկածում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը այդպես խաղաղության աղավնի է, հավանաբար նրա բոլոր գործողությունները ուժային մեթոդին դիմելու նաեւ 2008 թվականին ցույց են տալիս, որ համերաշխության մասին այստեղ խոսք լինել չի կարող։
Իսկ երկիրը ինչպիսի երկիր է պատկերացնում Ռոբերտ Քոչարյանը եւ հայտարարում է, որ 29000-ով մեզ սահմանափակելը դա նշանակում է, որ մենք գործոն չենք կարող ընկալվել։ Իր 2022 թվականի հարցազրույցում էլ ասում էր, որ եթե ուզում ենք, որ մեզ գործոն ընկալեն, մենք պիտի ավելի մեծ միության մաս դառնանք։ Նկատի ունենալով միութենական պետությունը։ Այսինքն ինչ կարելի է հասկանալ, ինչ հետևություններ անել այս հայտարարությունները մեկտեղելով։ Նախ մենք գործոն չենք հանդիսացել ոչ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, ոչ Սերժ Սարգսյանի, չնայած նա փորձում էր իհարկե արևմուտքի հետ իր հարաբերությունները հաստատել ասոցիացման գնալով, Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին ելնելով նաև Ռուսաստանում Բորիս Ելցինի ներկայացուցիչ, որ ավելի ժողովրդավարական նախագահ էր իր թերություններով հանդերձ, քան Վլադիմիր Պուտինը, համենայնպես Քոչարյանի օրոք միջազգային ասպարեզում մենք ընկալվում էինք որպես Ռուսաստանի կցորդ։ Էլ չասած եկեք նշենք, որ երբ քննադատում էին Քոչարյանին միութենական պետության գաղափարները քարոզելու համար, հենց իր աջակիցներն էին նշում, որ Քոչարյանը այդպիսի նպատակ չի ունեցել, եթե ունենար այն ժամանակ կմիանար, այսինքն սա, չգիտեմ, ընդհանրապես խորամանկություն է։ Փաստորեն Ռոբերտ Քոչարյանը դեմ է Հայաստանի բացարձակ անկախության գաղափարին, որովհետև միութենական պետությունը դա չեզոքացնում է, ինչի համար իդեպ ինքը սկսել էր պայքարը, նաև ՀՀՇ-ի անդամ էր, ուրեմն նա փոխել էր սկզբունքները։ Եվ ինչպես հասկանալ նաև Տիկին Դալաքյան Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը ազգային ժողովի ամբիոնից, որ 2026 թվականի խորհրդարանում Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը նրանց ուժերը տեղ չեն ունենալու։ Սա պարզապես քաղաքական հայտարարություն հասկանալ, թե սրան ըստ ձեզ կհետևի որևէ օրենսդրական կարգավորում, փոփոխություններ, որ կարող են նրանց ազգային ժողով մուտքը այսպես խոչընդոտել ճակերտավոր ասած, որովհետեւ ընդդիմադիր ուժերն էլ վերջին շրջանում այսպես ամենաբարձրն են գոռում, որ իրենց հանդեպ բռնաճնշումներ կա, դաշնակցությունը պարբերաբար խոսում է իբրև թե դաշնակցությունը փակելու մասին ու այսպես շարունակ։ Ինչպես հասկանալ այս հայտարարությունը եւ իսկապես այսքան ճնշված են խորհրդարանական ընդդիմությունը հատկապես Հայաստանում։ 37 թիվն է ինչպես իրենք են։ Ես չեմ հավատում, որ Նիկոլ Փաշինյանը ունի քաղաքական որոշում չեզոքացնել քաղաքականապես Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանը ինքը չի մասնակցելու, ես այդպես եմ մտածում, համենայն դեպս նա ակնարկել է դրա մասին, ել չասած, որ նախորդ ընտրություններին էր հանրապետականը չէր ուզում մասնակցել, ուղղակի Քոչարյանի հայտարարված մասնակցությունից հետո Սերժ Սարգսյանը փորձեց նաև իր ներկայությունը ունենալ խորհրդարանում։ Ամենայն դեպս մինչ այսօր իշխանության բոլոր գործողությունները, որոնք ընդհանրապես սնում են եւ կարելի ասել նաև անուղղակի ռոպագանդա են իրականացում նախկին իշխանությունների հանդեպ, որովհետեւ ամբողջ լրատվական դաշտը նրանց մասին քննարկումներն են, ես դրա մասին խոսել եմ, ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանին հարմար է Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը արդեն ասացի, որ չի մասնակցի։ Իսկ թե արդյոք որոշվել է փոխարինել Քոչարյանին նոր ձևով, մեր ձևով, դա արդեն մենք կտեսնենք խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Համենայնդեպս իմ կարծիքը, որ չարժեր Սամվել Կարապետյանից դարձնել ընդդիմադիր լիդեր, մնում է նույնը, այսինքն Սամվել Կարապետյանի բանտարկությամբ նրա ուժի ստեղծումը չի դադարել եւ շարունակվում է մեծ թափով, այսինքն ինչու էր անհրաժեշտ Սամվել Կարապետյանից դարձնել հալածյալ։ Այսինքն ըստ դա սխալ էր այդ քայլին գնալը եւ այդ խոսակցությունները, որ քաղբանտարկյալ է Սամվել Կարապետյանը իրականությանը համապատասխանում է։ Եթե դա չի արվել հատուկ նպատակներով, այո։ Եթե արվել է նրա համար, որ Քոչարյանը փոխարինվի Սամվել Կարապետյանը, որը ավելի իբրև թե կոնստրուկտիվ է նաև արևմուտքի հետ իր հարաբերություններում, դա այլ հարց է։ Ես ավելի շատ հակված եմ երկրորդ տարբերակին։ Տիկին Դալաքյան, դուք նաև Զատուլինի մասին եք բացահայտումներ արել եւ հրապարակումներ արել, հատկապես այդ նարնջագույն հեղափոխության հետ կապված։ Դրա մասին տեսեք շատ է խոսում նույն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը նաև իր վերջին հարցազրույցում էր պնդում անում մոտավորապես, որ այն հեղափոխությունը, որը տեղի ունեցավ Հայաստանում, դա ըստ էության հայ ժողովրդի իրականացրած ձեռքի գործը չի, այսպես ասեմ, դա դրսից ուղղորդված որևէ process է եւ այս խոսակցությունները չեն դադարում նաև 18 թվականի հետ կապված։ Հիմա ձեր գրառմանը վերադառնալով ինչ եք արձանագրել դուք այդ մեղադրանքների առումով այդ նարնջագույն հեղափոխության եւ մնացած այդ տեսակետների եւ ինչի մասին են նաև այս խոսակցությունները, որոնք բարբերաբար կասկածի տակ են դնում, որ հայ ժողովուրդը կարող էր գնալ հեղափոխության եւ հիմա էլ կարծես թե դրսից ազդակի են սպասում եւ նաև իրենց խոսույթն է այդպեսին, որ դրսից հիմա այլ ուժեր պիտի կարողանան նաև այս իշխանությանը հեռացնել, որոնք ըստ էության եկել են ըստ իրենց տրամաբանության այլ ուժերի կողմից։ Նախ գանք նրանից, որ դրսի ուժերը երբեք չեն կարող հաջողության հասնել, եթե ներսում չկա դրա համար լավ, այսպես հնարավորություն չկերտավոր, այսքան ժողովրդի դժգոհություն։ Այ որ ժողովուրդը դժգոհ էր նախկին իշխանություններից, դա Արմեն Աշոտյանի մեջ բերումն է, ներողություն, որ Նիկոլի ձողն լիներ, կընտրվեր։
Դա իր արտահայտությունը ինչ է նշանակում, այդ selfie ձողի մասին խոսքը, սա ցույց է տալիս, որ ժողովուրդը բացասաբար էր վերաբերում նախկին իշխանություններին։ Հարցը այստեղ Նիկոլ Փաշինյանը չէր, ես էլ եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը հայտնի քաղաքական անձ էր եւ այնպես չի որ նա ունեցել է 100% հեղինակություն, բայց քանի որ այս մարդիկ իդեպ մինչեւ այսօր այնքան անընդունելի են մեղմ ասած, որ նույնիսկ Փաշինյանը չի հեռացնում նրանց քաղաքական դաշտից օրենքով, դրա կեղծիքների մասնակցության համար, որովհետեւ միշտ կարելի է նրանց ֆոնին հասնել հաջողության։ Իդեպ հիմա այդ դաշտից էլ շատերը իբրև անկախ վերլուծաբաններ ասում են, որ այո, պետք է նրանք հեռանան, որ երրորդ ուժը կարողանա հաջողության հասնել։ Այսինքն սա չտեսնելը հենց հակասում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ երբ իրեն մեղադրում էին ուժ չկիրառելու համար, նա հասկացնում էր, որ ժողովուրդը դուրս էր եկել փողոց եւ ես չէի կարող այդպես մարդկանց գնդակահարել, դա իհարկե մարտի 1-ի այսպես ակնարկն էր Ռոբերտ Քոչարյանին։ Իսկ ինչ վերաբերում է որ միշտ կլինեն երկրներ, որոնք կօգտվեն, այո, նույն Զատուլինը, իդեպ այդ գաղտնալսումները որ ես հրապարակել եմ, այնտեղ ամբողջը չէ, խոսքը գնում է նաև էլեկտրաշոկերի, ձողերի, ուրեմն ռումբերի, ներկրման մասին Ուկրաինա, ուրեմն հեղափոխության նպատակով, այսինքն նման է մի փոքր այստեղ Հայաստանում հայտնի գործի հետ, երբ ավտոբուսները պետք է այրեին, չկրկնեմ, մեղադրանք, այսինքն Ռուսաստանը երբեք էլ հետ չի մնացել նարնջագույն հեղափոխությունից, ուղղակի անունը ռուսական գարուն դնելով, այդպես էր կոչվում Զատուլինի գործողությունները Ուկրաինայում։ Տիկին Դալաքյան, ես ձեր խոսքից ճիշտ հասկացա, որ իրավական բոլոր նախադրյալները կան, որպեսզի ինչպես դուք ասացիք, նախկին նախագահները, այսպես ասած, հիմա դատապարտված լինեին։ Ոչ, նախ ես ելնում եմ Նիկոլ Փաշինյանի խոսքերից 18 թվականին, որ Հայաստանում ընտրակեղծիքներին մասնակցած բոլոր կուսակցությունները պետք է արգելվեն։ Ես ելնում եմ նաև Մայա Սանդոյի վարած քաղաքականությունից, ինչը հիմա Վրաստանում են իրականացնում, բայց որևէ հիմք չեն ցուցաբերում, որ այդտեղ ընդդիմությունը սնվում է արևմուտքից։ Այո, աջակցություն վայելում է, բայց ֆինանսական լծակների մասին ապացույց չկա, ինչ վերաբերում է Հայաստանին, դա շատ հեշտ է պարզել, որտեղից է սնվում հենց նույն Զատուլինի գաղտնալսումների օրինակով, ասենք հենց ԱՊՀ հետազոտությունների ինստիտուտը Զատուլինի ինչով է զբաղվում մեր տարածաշրջանում։ Սա մեկ, երկրորդը ապօրինի գույքի գործով արդեն նույնիսկ ծիծաղելի է, ես չխոսեմ դրա մասին, որ որևէ վճիռ չկա, ընդհանրապես 3 տարում պետք է վաղեմության ժամկետը ավարտվեր այդ գործերի եւ ավարտվելու է, բերվում են այնպիսի գործեր, որոնց վաղեմությունը անցած է, նույնիսկ Ամրան Մակինյանը Սերժ Սարգսյանի փաստաբանը ասում է, որ ծիծաղելի է այս գործով մտնել դատարան, այսինքն ամեն ինչ արվում է այս շոուն ապահովելու նպատակով, որը իր իրավական հետևանքը չի կարող ունենալ։ Վաղաշաբաթին անդրադառնանք Տիկին Դալաքյան, օրեր շարունակ այսպես մամուլը գրում էր, որ վաղաշաբաթում հաղթելու է ընդդիմությունը եւ այդտեղից սկսվելու է քաղաքացիական պայմանագրի պարտությունը, անգամ Վանեցյանը հայտարարում էր, որ ամսի 16-ին լույս 17-ի առավոտյան իրենք տոնելու են, նշելու են ու այսպես շարունակ եւ երեկվանից երբ արդյունքները արդեն պարզ դարձավ եւ Վարգիշտի Մեխակյանը բացարձակ հաղթանակ տարավ, սկսվեցին հակառակ process-ները, երբ սկսեցին անվանարկել ընտրողներին, իրենց բառերով ասած ժեղ անվանելով բոլոր այն մարդկանց, ովքեր ընտրել են քաղաքացիական պայմանագիր ոչ թե ընդդիմությանը ու այսպես շարունակ։ Ինչու՞մն է ընդդիմության խնդիրը եւ ինչու հաստ չեն այս տվյալների հետ, ինչ խնդիր են տեսնում իրենք իրենց մասով, քանի որ այսպես ասած միջև վերջի րոպեն գրում էին, որ հաղթանակը իրենցն է լինելու, ջախջախիչ հաղթանակը։ Նախ որքանով է Արտուն Վարդանյանը քաղաքական գործիչ եւ ինչու է հայտնի մեղադրանքներից հետո նա դեռ զբաղվում քաղաքականությամբ, թողնենք ԿՊ-ին եւ ԿՊ-ի ղեկավարությանը։ Ինչ վերաբերում է իր ասածին, որքանով հիշում եմ, նա Վրանում էր գտնվում օպերայի հրապարակում եւ այդտեղից դուրս չէր գալու, մինչեւ հաղթանակ, կարծես դուրս է եկել, որտեվ ես նրան չեմ տեսել այնտեղ։ Հիշում եք Իշխան Սաղաթելյանի ժամերը, Էդգար Ղազարյան, եթե ճիշտ եմ ասում նրա, րոպեները եւ ես ասում եմ, դա լուրջ չի։ Ընդհանրապես որևէ ընդդիմության առաջնորդ, որը ժամկետներ է դնում, նա դատապարտված է անհաջողության, ուրեմն չի հասկանում քաղաքական process-ները։ Ինքը ընդդիմությունը երբևիցե կասկածի տակ չի դրել ընտրությունները եւ չի վիճակել արդյունքները։ Հակառակը Քոչարյանը իր հայտնի հարցազրույցի էսպեկում նշեց, որ քաղաքական ճգնաժամ չկա։ Հիշում եք մի քանի ամիս առաջ, որ այս բանը չի տեսնում փողոց դուրս գալու որևէ հնարավորություն։ Այդ մարդը իր բառերով ասել է, ես հաստատ այստեղ նրա հետ համաձայն եմ։ Այլ հարց է, որ եթե նայենք արդյունքներին, ըստ էության կեսից քիչ է մասնակցել քաղաքացիների, նույնը Գյումրիում էր, Երևանում ավելի քիչ էր թիվը, այսինքն իշխանությունը ստացել է մոտ 25% ձայնի իրավունք ունեցողների։
Սա ցույց է տալիս պարզ է, որ 100% մասնակցություն չի լինում, որ կա իրական այլընտրանքի, կրկնեմ իրական, որը ես այս ընտրություններում չտեսա, այլընտրանքի հաջողության համար հնարավորություն եւ եթե ճիշտ տարվի, ուրեմն ագիտացիան, եթե ճիշտ ուրեմն կետերի վրա հղում արվի, հնարավոր է հաջողության հասնել։ Սա ոչ միայն Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի հաջողությունն է, այլև ընդդիմության եւ ոչ իրական այլընտրանքային ընդդիմության տապալման։ Իսկ սա համամասնական ընտրությունների վրա որևէ ձևով կարող է ազդեցություն ունենալ եւ հիմա մենք կարող ենք հետեւություններ անել նաեւ այն ուժերը, որոնք բարբերաբար հղում են անում երրորդ երկրներին, այլ ուժերի, օրինակ նույն Գյումրիում կհիշեք Վարդան Ղուկասյանը հաճախ խոսում էր Ռուսաստանի դերի մասին, ռազմաբազայի մասին եւ այսպես շարունակ։ Հիմա կարող է սա ազդակ լինել նույն ընդդիմության կամ ինչու՞ չէ երրորդ ուժերի Ռուսաստանի Դաշնության համար, որ Հայաստանի Հանրապետությունում կարծես թե այսպես ճակերտավոր ասած դաբրոյով կամ իրենց դաբրոյով այլևս հնարավոր չէ մեծամասնություն կազմել ձայների։ Ոչ, ես կանխատեսում եմ, որ խորհրդարանական ընտրությունները դեռ մեծ անակնկալներ են ուրեմն ցուցաբերելու, հատկապես կոմպրոմատների դարում։ Այդ Քոչարյանը որ վստահ է, որ Սերժ Սարգսյանը չի անցնելու, Սերժ Սարգսյանը գիտի, որ ինքը չի անցնելու, բայց Սերժ Սարգսյանի մեթոդները քաղաքական մրցակցությունը չի։ Կոմպրոմատներ են, իսկ թե ում վրա ինչ կոմպրոմատ կա, դա արդեն ընթացքում կպարզվի, իսկ դա իր ազդեցություն ունենալու է ձայների վրա, ես չգիտեմ նոր ուժերի վրա կլինի թե ոչ, այսպես կոչված մեր ձևովի, դա ժամանակը ցույց կտա։ Այս պահին որևէ կանխատեսում անել, այն էլ էս միջազգային իրավիճակում անշնորհակալ գործ է։ Իհարկե արտաքին միջամտությունը կարող է ազդել։ Գյումրիում ուղղակի աշխատեց այն սցենարը, որ տարբեր դեմքերով էր ընդդիմությունը մասնակցում, բայց արդեն ժողովուրդը հասկացավ, որ դա մի խմբակ է։ Բացի այդ, այո, ռազմաբազայի ներկայությունը ազդել է։ Ինչով էր Էջմիածնի հաղթանակը կարևոր ԿՊ-ի համար։ Մենք գիտենք կաթողիկոս Փաշինյան հակասությունները, փաստորեն քաղաքի բնակչությունը ըստ էության չի աջակցում Գարեգին Երկրորդին։ Այսպես դուրս եկավ, ես երբ առաջարկում էի վստահության հանրաքվե իրականացնել, կարելի ասել, որ գոնե այս քաղաքում վստահության հանրաքվեն պարտվեց Գարեգին Երկրորդը, եւ սա շատ կարևոր է եւ շատ բացասական է իր համար։ Նաեւ խոսակցություններն էին այդ հենց թելով տարվում կարմիր թելի նման, որ Էջմիածնում քաղաքացիական պայմանագիրը չի կարող հաղթել միայն նրա համար, որ հոգևոր քաղաքն է եւ այս գործընթացին դեմ է լինելու Էջմիածնցին, բայց մենք տեսանք նաեւ վարչապետի հայտնի հայտարարությունը, որ ըստ էության սա նաեւ ազդակ է, որ Վաղաշապատ համայնքի բնակչությունն էլ է կողմ այդ օրակարգին եւ ինչ ակնկալել այդ առումով, ինչ սպասել նաեւ հաշվի առնելով Խաչիկ գյուղում տեղի ունեցածը, երբ արդեն թեմի առաջնորդը մատուցեց պատարագ, այսինքն մենք կարող ենք ենթադրել, որ ամեն դեպքում օղակը սեղմվում է կաթողիկոսի շուրջ։ Ես կարող եմ ասել, որ որքանով հետևում եմ ԿՊ-ի տեխնացուն խորամանկ քաղաքականություն է որդեգրել, նա կաթողիկոսի հանդեպ հայտարարություններ չի անում, նրան կաթողիկոսել է անվանում, Գարեգին Երկրորդել է անվանում, մի տարբերություն ընդդիմության այլ տեխնացուների, որոնք կարծում էին, որ կաթողիկոսին հայհոյելը բերելու է ինչ-որ ձայներ։ Եվ դա էր տապալման ի դեպ պատճառը։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանն էլ է զգուշավոր, հիշում եք նա պիտի գնար Էջմիածին, գրավեր, նա ինձ թվում է հասկացել է, որ դա սխալ քաղաքականություն է եւ կարող է բերել նոր մարտի 1-ին արդեն ընդդիմության գործունեության արդյունքում, այսինքն զինված լինելու, որովհետեւ ի տարբերություն մարտի 1-ի ժողովուրդը զինված չէր, չնայած Քոչարյանը ապահովել էր այդ կադրերը, որ գտել են զենքեր, ակնհայտ է, որ ընդդիմությունը ունի նման, այսպես ասած, լծակներ, այսպես ասած, ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը Գարեգին Երկրորդի հանդեպ դեռ չի գնա քայլերի, հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի դերը, մեդալները եւ այն հասկացնելը։ Այսինքն դա ազդակ էր հստակ։ Ես վստահ եմ, որ դա ազդակ էր։ Հենց այնպես Պուտինը ոչ մեկին մեդալ չի տալիս։ Սա ցույց է տալիս, որ այո, կողքը հոգեվորականներին ձեռք տալ կարելի է, բայց Գարեգին Երկրորդը եղբոր մասին այդքան վստահ չեմ, պետք է մնա իր տեղում։ Թե Նիկոլ Փաշինյանը պատրաստ է Պուտինի հետ գնա առճակատման, թե ոչ, դա արդեն ինքը գիտի, բայց այս բանին ես չեմ տեսնում, որ նա Գարեգին Երկրորդի նկատմամբ կգնա քայլերի, բայց նա ապա լեգիտիմացնում է, ինչը իր տեսանկյունից ճիշտ է Գարեգին Երկրորդին, նա փոխել է իր տակտիկան, ոչ թե ուղիղ նրա դեմ պետք է դուրս գալ, այլ ցույց տալ, եթե դա այդպես է, որ ժողովրդի լայն զանգվածները չեն աջակցում իրենց հոգևոր առաջնորդ։ Իսկ այդ խոսակցությունները պակգործակալ լինելու մասին։
Դրանք պարզապես խոսակցություններ են, հայտարարություններ են, թե ամեն դեպքում վարչապետը իր ձեռքի տակ նաև ապացույցներ ունի նման հայտարարություններ անելու համար։ Եթե ունի պիտի հրապարակի, եթե չունի պիտի չանվանարկի, չզրպարտի, եւ դրա համար ես նշում եմ, որ հակառակ կողմի լռությունը անհասկանալի է, որովհետեւ սա այնպեսի մեղադրանք չի, էլի, որ ասում են բամբասանք է, սա բամբասանք չի։ Այլ հարց է, որ ես կարծում եմ Փաշինյանը ունի տվյալներ, բայց նա առաջինը չի հրապարակի, նա սպասում է այս անձանց կողմից որևէ լուրջ քայլ իրենց դեմ, ընտրություններին ընդառաջ դեռ ընտրություններին մոտ կես տարի կա եւ նոր այդ ժամանակ գործի կդրվի այդ մեխանիզմը։ Այդ հարցում իրեն ով կօգնի, դա էլ հարցի մյուս կողմն է։ Այսինքն կարևոր փաստերը դեռևս դարակներում են, այսպես եթե ձևակերպենք։ Որքանով ես գիտեմ, լսում եմ, այսինքն ես ինֆորմացիա չեմ տիրապետում, ԿՊ-ից անդադար ասում են, որ սա վերջը չի։ Այսինքն կան էլի այսպիսի փաստեր, իսկ երբ դա Նիկոլ Փաշինյանը կհրապարակի, կախված է արդեն ընտրությունների հնարավոր արդյունքներից։ Լավ, անդրադառնանք նաև հիբրիդային պատերազմին եւ այդ տրամաբանության մեջ արվող ամենատարբեր հայտարարություններին, նաև լրատվական ամենատարբեր դաշտերում։ Տեսեք, ժուրնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը օրերս գրեց, որ Հայաստանում, Երևանում Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի պահանջով խոստացել է կառուցել 10 մզկիթ, հետո պարզ դարձավ, որ դա թուրքական ֆեյք լուր է, որը հայտնվել է այստեղ եւ այսպես շարունակ։ Նախ ինչ նպատակ ունեն այդ հայտարարությունները, ինչ խնդիր են լուծում եւ ինչու է պարբերաբար փորձ արվում այս իշխանությունների ամենատարբեր գործողությունների եւ այս իշխանություններին կապել Թուրքիայի եւ կամ Ադրբեջանի հետ, փորձել ներկայացնել, որ այս իշխանությունները հաճո են Թուրքիայի եւ Ադրբեջանի համար եւ այսպես շարունակ։ Սա կարող է դիտարկել հենց հիբրիդային պատերազմի տար։ Բայց դա ինձ համար ծիծաղելի է, այսինքն նույնիսկ եթե լինես Փաշինյանի ամենամեծ քննադատը, պարզը որ դա չի կարող իրականել։ Հայաստանում մահմեդական բնակչությունը այնքան շատ չի, որ 10 մզկիթ կառուցվի, այսինքն սա լրիվ նոնսենս է, տեղեկատվական պայքարն էլ պիտի ինչ-որ հիմք ունենա, էլի ասեին միջանց կա տալիս, գոնե կասենք իրանց իհարկե մեղադրանքների ֆոնից սա անհասկանալի է։ Սա նման է հենց այդ գործակալների մասին հայտարարություններին, եթե չկա փաստ, պետք է հավասար դիտարկյունից նայել։ Ինչ վերաբերում է տվյալ կնոջը, ես երբեք նրան օբյեկտիվ չեմ համարել, չեմ էլ հետևում։ Սա ցույց է տալիս, որ կա ակնհայտ, հատկապես եթե ճնշում են համարում հայհոյանքը, երբ որ հայհոյանքի դեմ պայքարում են, եթերում դա ճնշում է, բայց այլ դեպքերում ճնշումներ չեն համարում, երբ որ տեսնում են, որ իրական փաստերի խեղաթյուրում կա եւ հակառակ արդեն տեսանկյունն են որդեգրում։ Համենայն դեպս այն, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է հարաբերություններ կարգավորել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, դա բնական է։ Դա փորձել է անել եւ Սերժ Սարգսյանը, եւ Ռոբերտ Քոչյանը, եւ Լևոն Տեր-Պետրոսյանը, ես այստեղ նոնսենս չեմ տեսնում։ Այլ հարց է, որ եթե դու ինքդ ուղղորդվում ես ինչ-որ մի երկրից, այսպես դու մտածում ես, որ դիմացին էլ կարող է այդպիսի մեղքեր ունենալ։ Ունի թե ոչ դա միայն Նիկոլ Փաշինյանը կարող ասել, բայց այն, որ Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների կառուցումը նորմալ է։ Իդեպ Մոսկվան էլ միշտ ասել է, որ դա պիտի տեղի ունենա, իհարկե իրենց հովանու ներքո, դա տրամաբանական է։ Շատ հաճախ են պարզապես այդ թեզը կրկնում, որ այս իշխանությունները մեզ տանում են թրքացման եւ կամ Ռուսաստանին դուրս են մղում, որ Թուրքիային բերեն եւ այդ թեզերը այսպես պարբեր տևական ժամանակ է շարունակվում։ Բայց ուրիշ ինչ ասեն, ես ուզում հասկանամ, իրանց ամբողջ քաղաքական օրակարգը, իդեպ այստեղ ես կողմնակալ չեմ Նիկոլ Փաշինյանի կամ դրա մասին ես սկզբում ինչու ասի, որ այլընտրանք չկա։ Այսինքն ուղղակի հայտարարություն, մզկիթ, թուրքասեր, դուք սիրում եք Էրդողանին, ես ինքս քննադատել եմ շատ քայլեր հենց Էրդողանի PR-ի հետ կապված իշխանությունների կողմից, բայց ես դրա վրա հիմք չեմ դնում, որովհետև ունեմ նաև այլ տեսակետներ։ Իսկ այս շրջանակները արդեն որը 6-րդ, 7-րդ տարին է, որևէ բան նոր չեն առաջարկում։ Կապիտուլյանտ, հանձնող, թրքասեր, դրա համար ենք դատապարտված են անհաջողության, որովհետև ժողովուրդը այդքան պրիմիտիվ չի մեր, շատ ներողություն։ Պետք հարտուղարի օգնականն է Հայաստանում Տիկին Դալաքյան եւ քննարկման հիմնական թեմաները TRIP-ն է, հայ-ամերիկյան կոնսորցիումը եւ այսպես շարունակ վարչապետի հետ հանդիպում է նախատեսվում։ Վարչապետն էլ վերջերս հայտարարեց, որ 2026 թվականի երկրորդ կեսին արդեն կսկսվեն շինարարական աշխատանքները TRIP-ի։ Նախ դուք հավանական համարում եք այդ ժամկետում արդեն շինարարական աշխատանքները եւ ինչու եմ անդրադառնում այս հանդիպմանը եւ այս այցելությանը, որովհետեւ տեսեք ընդդիմությունը տևական ժամանակ է պնդում էր, որ այս փաստաթղթերը պարզապես թղթի վրա էլ կմնան, TRIP-ը չի կարող իրականություն դառնալ եւ այսպես շարունակ։ Հիմա մենք կարող ենք այս լավատեսական, այսպես
կարծիք ունենալ, տեսակետ ունենալ, որ 2026 թվականի երկրորդ կեսին այո կարող են արդեն գետնի վրա աշխատանքները սկսվել։ Ես ինքս կասկած եմ հայտնել, որ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը հարատև է, կայուն է տարածաշրջանում, բայց իմ տարբերությունը այս ուժերի նրանում է, որ ես ոչ թե ուրախանում եմ, որ դա հարատև չի, այլ եթե տեսնում եմ դրական քայլեր, ասում եմ, որ սա լավ է։ Հիմա լավ է Վաշինգտոնյան համաձայնագրերը ստանալը։ Լավ է այցը, որովհետև մենք խոսել ենք, որ Նիկոլ Փաշինյանը պիտի գործնական քայլերի գրա եւ շատ արագ մինչեւ Թրամփի միջանկյալ ընտրությունները ստանա որևէ ռեալ արդյունք տարածաշրջանում թրիփի տեսքով, որովհետև ակնհայտ է, որ արդեն այդ Էփշտեյնի գործը այնտեղ ավելի է խմորվում, ես չգիտեմ Դոնալդ Թրամփը կորցնի կոնգրեսը թե ոչ, ինչի մասին է նա մտածելու, մեր խնդիրը պետքարտուղարության եւ քաղաքական հարցերով խորհրդականի հետ անընդհատ այս կապը պահելն է, որ 20 թվականը չկրկնվի եւ ընտրությունների ժամանակ ԱՄՆ ամբողջ քաղաքականությունը ուղղված չլինի արդեն Թրամփի շահերի պաշտպանությանը եւ դրական է, տեսնենք ինչ արդյունքներ կլինեն, մասնավորապես նաեւ պետք է տեսնենք հայ-ամերիկյան համաձայնությունը ճանապարհների մասին, խոսեցին տարբեր տարբերակներ, այսպես ասած, հողի վարձակալության, կոնսորցիումի, պիտի ռեալ փաստաթղթի վրա տեսնենք, որ դա միջանցք չի, ինչպես եւ իրենք ասում են, իշխանությունները եւ ընդդիմությունը չկարողանա սպեկուլյացիաների գնալ, սա շատ կարեւոր է։ Վարչապետը վերջերս էլ վերահաստատեց, որ դա որևէ միջանցքային տրամաբանություն չի ենթադրում։ Դե խոսքերը պետք է փաստերով արդեն ապահովագրվեն, որ դիմացի կողմը կարող է ասի սուտ է խոսում, հատկապես եթե իրենք դրանում մասնագետ են։ Դրա համար պետք է փաստաթուղթ լինի, ռեալ, որ մենք հասկանանք ինչ պայմաններ են։ Ես հուսով եմ, այո, այնտեղ որևէ միջանցքային տրամաբանություն, նույնիսկ կոնսորցիումի տրամաբանության ներքո չկա։ Իսկ որ ադրբեջանական կողմից նաև հայտարարում են, որ հենց 2026 թվականի երկրորդ կեսին արդեն իրենք էլ ավարտած կլինեն երկաթուղու իրենց հատվածի շինարարությունը, սա ինչ կարող է ենթադրել։ Այսինքն կարող ենք ենթադրել, որ այս process-ները որոշակիորեն կապ ունեն նաև 26 թվականի ընտրությունների եւ դրա արդյունքների հետ եւ դրա համար են տեղափոխվում երկրորդ կես։ Թե սա որևէ կապ չունի։ Ես կարծում եմ դա կապված է ԱՄՆ-ում ընտրությունների հետ 26 թվականի նոյեմբերին եւ ես նշել եմ, որ Ալիևը, Պուտինը, Էրդողանը դրան են սպասում, ես չեմ հավատում։ Իդեպ իրենք ասացին Զանգեզուրի միջանցքի մեր հատվածի, սա շատ կարեւոր է, կարծես նրանք չեն լսում Փաշինյանի խորհուրդները, չասել այնպիսի տերմիններ, որոնք չկան օգոստոսի 8-ի համաձայնագրում։ Ես սա չեմ համարում ուղղակի քերականական սխալ։ Նրանք սպասում են այո Հայաստանում ընտրություններին, բայց ամենակարևորը սպասում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում խառնաշփոթին, որը շատ մեծ հավանականություն ունի։ Իսկ Ռուսաստան-Ամերիկայի Միացյալ Նահանգներ հարաբերությունները ինչպես կարող է անդրադառնալ մեր տարածաշրջանում իրողությունների վրա նույն, ինչու՞ չէ թրիփի ուղու իրականության դառնալու այդ ճանապարհին եւ նաեւ խորհրդարանական ընտրությունների համատեքստում, որովհետեւ նոր պատժամիջոցների մասին է խոսք գնում, հնարավոր լարումների սպասել թե ոչ եւ այդ համատեքստում նաեւ ինչ սպասել, ինչ զարգացումների սպասել մեր տարածաշրջանում։ Դա ինչպես կանդրադառնա, եթե կանդրադառնա մեզ։ Գիտեք, ես Մոլդովայի օրինակը բերեմ, այս նոր սանկցիաները, որոնք դեռ ուժի մեջ չեն մտել, իդեպ ես կասկածում եմ Թրամփը նոյեմբերի 21-ին դա վերջնական ուժի մեջ կմտնեն Ռուսաստանի նկատմամբ նավթային սանկցիաները, թե ոչ հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի հանդեպ նրա անթաքույց համակրանքը, իդեպ գուցե Էփշտեյնի գործի հետ կապված։ Բայց Մոլդովայում օրինակ այսպես կոլապս է, որովհետև ինքնաթիռների վերալիցքավորումը իրականացում էր Լուկոյլ ընկերությունը, նույնը Բուլղարիայում, այսինքն նավթավերամշակման գործարաններ, այս երկրները պատրաստ չէին սանկցիաների եւ հիմա չգիտեն ինչով փոխային, այսպես փոխարինեն Լուկոյլը իրենց երկրում։ Մեր տնտեսագետները պիտի իմանան հնարավոր սանկցիաները Ռուսաստանի դեմ նաեւ Եվրոպայի կողմից ինչ ազդեցություն են ունենալու մեր վրա։ Մենք կարող ենք էլի չմիանալ լինել երկրորդային շուկա, թե դրվելու է հստակ պահանջ Բայդենի սանկցիաները չկատարելը այլ էր, Թրամփի սանկցիաները չկատարելը այն դեպքում, երբ Թրամփն էլ երաշխավորելու է թրիփի գործունեությունը, այլ է, այսինքն մենք հնարավոր է կանգնենք այս ընտրության առջև։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններին մենք տեսնում ենք Վենեսուելայում այս լարումը եւ սա իդեպ այնպես չի, որ Վենեսուելան հեռու է մեզնից, ինչ որ Լատինական Ամերիկայում երկիր է, սա կապված է հենց նավթային, ուրեմն շուկայում Ռուսաստանի փոխարինելու հետ, այս երկու գերտերությունների միջև մրցակցությունը սրվելու է եւ սրվելու է բոլոր տարածաշրջանում, լինի դա Լատինական Ամերիկան, Հյուսիսային Հարավային Կորեան, Աֆրիկան, թե Հարավային Կովկասը եւ Ուկրաինան, քանի որ Ռուսաստանի ազդեցության կարևոր գոտիներից է Հարավային Կովկասը, ինչպես նաև Միջին Ասիան, ես առավել մեծ մրցակցություն եմ այստեղ տեսնում եւ Ռուսաստանը առավել ագրեսիվ է գործելու Հայաստանի, Ադրբեջանի ուղղությամբ։ Վրաստանը ես կարծում եմ այսօր լիովին տեղավորվում է ռուսական նավում։
Տիկին Դալաքյանը ինչ ասել է ագրեսիվ է գործելու, դա կարող եք տեղավորել 2026 թվականի նախընտրական, այսպես տրամաբանության մեջ, այսինքն ընտրությունները նկատի ունեք։ Ոչ միայն ընտրությունները, Washington Post-ում շատ հետաքրքիր հոդված էր Ղազախստանի եւ Հայաստանի ուղղությամբ, Ռուսաստանի հնարավոր գործողությունները Տոկաևի այդ սիրալիր այցնել հենց դրա հետևանքներ, ոչ թե ի տարբերություն ընդդիմության, ես կարծում եմ, որ դա ցույց է տալիս, որ ինքը շատ է սիրում Վլադիմիր Պուտինն, այլ հակառակը Տոկաևը զգուշանում է հյուսիսում հատկապես Ռուսաստանի լայն ներկայացուցիչ ընտրությունները տնտեսական ճնշման մեխանիզմները մեծ են շնորհիվ գույք պարտքի դիմաց երկաթուղու գործունեությունը վերին լարցը փակել բացելը իդեպ մենք հիմա չունենք այլ ընտրանք դեռ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ըստ էության չեն բացվել սահմանները խոսքը տարանցիկ ինչ որ մեկ անգամյա ուրեմն ցորենի մատակարարման մասին չէ այսինքն օգտագործվելու են տնտեսական լծակները այդ ազգային հոգեվոր արժեքների վերաբերյալ դասախոսությունները որոնք կապ չունեն իրականության հետ եւ իհարկե ընտրությունների ժամանակ անկարգությունների հրահրումը, որովհետև իրենք գուցե գիտակցում են, որ Փաշինյանը հաղթելու է, բայց ամեն ինչ պիտի անեն, որ այդ հաղթանակը մռայլվի հնարավոր բացասական ուրեմն սցենարներով, դա կլինեն փախումներ, նույնիսկ սպանություններ ենք մենք տեսել, գումարած ամեն ինչ պիտի անեն, որ Նիկոլ Փաշինյանը բացարձակ մեծամասնություն չունենա ազգային ժողովում։ Այսինքն այն խոսակցությունները, որ Ռուսաստանը հիմա ուժասպառ է, Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով եւ այստեղ չի կարողանա մեծ ուշադրություն դարձնել եւ մենք կարող ենք այս ժամանակը օգտագործել, այդքան էլ իրականությանը չեն համապատասխանում։ Ես ճիշտ եմ հասկանում, որ Հայաստանը շարունակում է Ռուսաստանի համար մնալ շատ կարեւոր եւ Ռուսաստանը, ինչպես դուք ասացիք, ջանք չի խնայելու, որպեսզի 26 թվականի խորհրդարանի վրա որևէ ազդեցություն ունենա։ Ռուսաստանը առավել վտանգավոր է, երբ ուժասպառ է լինում, առավել ագրեսիվ է, երկրորդը նա ուժասպառ չի Ուկրաինայում, իհարկե շատ դժվարությամբ է առաջ գնում, բայց Տրամպը, որը կասեցրել է օգնությունը Ուկրաինային, այնպես է արել, որ Պոկրովսկը գրավվելու է, դա ակնհայտ է, այսինքն ԱՄՆ-ն ըստ էության օգնություն չի տրամադրում Ուկրաինային, այդ ֆոնին Ռուսաստանը ինչ հաջողությունների կհասնի, մենք կտեսնենք, բայց այն, որ հարավային Կովկասը կորցնելը շատ վտանգավոր է հյուսիսային Կովկասը հետագայում կորցնելու առումով եւ Հայաստանը հարավային դարպաս է, ֆորպոստ է հանդիսանում Ռուսաստանի համար, գոնե մենք պիտի հասկանանք, որ Ռուսաստանը շատ դժվարությամբ է այստեղից հեռանալու։ Շնորհակալ եմ Տիկին Դալաքյան։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ, կհանդիպենք։